Երեկ Արմլուրը հայտնել էր, որ խմբագրություն են նախազանգել փաստաբաններ Վաչե Ալեքսանդրյանն և Նարեկ Վարդանյանը։ Վերջիններս պնդել էին, որ պարուհի Էլեոնորա Պետրոսյանը կեղծ հաղորդում է ներկայացրել առ այն, որ նախկին ամուսին Ալբերտ Աղաջանյանը բնակարանում ապօրինի զենք է պահում։ Փաստաբանների պնդմամբ Ալբերտի տանը խուզարկություն է իրականացվել և զենք չի հայտնաբերվել, կա հարուցված քրեական գործ։ Կայքը կապվել էր Էլեոնորա Պետրոսյանի հետ, ում փաստաբան Արմինե Օհանյանը հակադարձել էր և հայտնել, որ Էլեոնորայի նախկին ամուսինը հոկտեմբերի 1-ին առանց վերջինիս տեղյակ պահելու առևանգել և գողացել է մանկապարտեզից երեխաներին, հագցնելով ուրիշ երեխաների շորեր առանց մորը և դայակներին տեղյակ պահելու, մի քանի օրով կորել է և չի պատասխանել զանգերին ու հաղորդագրություններին։ Այսօր փաստաբան Վաչե Ալեքսանդրյանը և Նարեկ Վարդանյանը կրկին հազանգել են խմբագրություն ու հակադարձել Պետրոսյանի փաստաբանին։ Նախ ցանկանում եմ անդրադառնալ այն հանգամանքին, որ պաշտպանյալս Ալբերտ Աղաջանյանը սույն թվականի հոկտեմբերի 1-ին իր երկու անչափահաս երեխաներին չի առևանգել և չի գողացել մանկապարտեզից, միայն այն պարզ տրամաբանությամբ, որ Ալբերտ Աղաջանյանը հանդիսանալով երեխաների հայրը, օգտվելով իր հայրական պարտականություններից, մոտեցել է մանկապարտեզ, որտեղի աշխատակիցները ճանաչել են հորը և վերցրել է իր երեխաներին։ Առաջին իսկ օրվանից Էլեոնորա Պետրոսյանը տեղյակ է եղել, որ երեխաները գտնվում են հոր մոտ, սակայն չհամակերպվելով այդ հանգամանքին ցանկացել է շինծու և իրականությանը չհամապատասխանող հաղորդում ներկայացնել Նոր Նորքի ոստիկանության բաժին։ Ցանկանում եմ հայտնել, որ պարզ տրամաբանությունը հուշում է, որ սեփական հայրը չի կարող գողանալ կամ առևանգել իր երեխաներին, այլ միայն ցանկացել է, որ մի քանի օր երեխաները բնակվեն իր հետ։ Ինչ վերաբերում է ուրիշ երեխայի շորեր հագնելուն, դա եղել է մանկապարտեզի աշխատակցու շփոթման արդյունք, քանի որ Ալբերտ Աղաջանյանը չէր կարող գուշակել, թե ինչ հագուստով են գնացել իր երեխաները մանկապարտեզ, այն պարզ պատճառով, որ առավոտյան մայրն է տարել, իսկ հեռախոսազանգերին չպատասխանել և երեխաների գտնվելու վայրը չհայտնելու հանգամանքը չի համապատասխանում իրականությանը։ Առաջին իսկ օրվանից Էլեոնորա Պետրոսյանը քաջատեղյակ է եղել, որ երեխաները գտնվում են իրենց հոր մոտ։ Ինչ վերաբերում է նախաքննական գաղտնիք հրապարակելուն, ապա նշեմ, որ ինչպես Արմինե Օհանյանն իր զրույցում է նշում, որ քրեական մասնագիտացում չունի, այդպես էլ պարզ է դառնում վերջինիս պնդումներից, քանի որ պաշտպանական կողմի հայտնածները որևէ կերպ չեն կարող համարվել նախաքննական գաղտնիքի հրապարակում, իսկ այն դեպքում, որ Արմինե Օհանյանը չի հանդիսանում սույն քրեական վարույթով ներգրավված անձ, սակայն հայտնում է տեղեկություններ դրա մասին, ապա ըստ պաշտպանական կողմի այստեղ առկա է նախաքննական գաղտնիք հրապարակելու տարրեր հենց Էլեոնորա Պետրոսյանի կողմից, քանի որ ակնհայտ է, որ սույն քրեական վարույթի մասին տեղեկություններ վերջինս է հայտնել Արմինե Օհանյանին, ով կրկնում եմ որևէ առնչություն չունի և ներգրավված չէ սույն վարույթով։ Էլեոնորայի փաստաբան Օհանյանն էլ հայտարարել է. նշեմ, որ եթե երկու փաստաբանները ուշադրություն չեն դարձրել երկու անգամ իմ կողմից հնչող ճակերտավոր բառին կամ չեն ընկալել դրա իմաստը, ապա մեկնաբանություններն անիմաստ են։ Հավելենք նաև, որ Էլեոնորա Պետրոսյանի փաստաբանը նշել է վստահորդիս խորին համոզմամբ փաստաբանները հատուկ են հազանգել խմբագրություն գործը հանրային դարձնելու և ենթադրաբար ինքնագովազդ կազմակերպելու համար, քանի որ ոչ իմ, ոչ իմ վստահորդի կողմից գործը չի հրապարակվել, առավել ևս ԶԼՄ-ների միջոցով ենթադրյալ PR կազմակերպելու նպատակով։ Փաստաբանը նշել է, որ իր կողմից այլևս մեկնաբանություններ չեն տրվելու։ Հավելենք նաև, որ մեկնաբանություններում համացանցային օգտատերերը մեղադրում են երկու կողմին։ Շատերը մեղադրում են Էլեոնորա Պետրոսյանի ամուսնուն, նշելով, որ նա չպետք է հանրային դարձներ այս թեման անկախ ամեն ինչից, քանի որ ընտանիքն ունի երկու երեխա և այդ հանգամանքը հաշվի առնելով չպետք է հանրային դարձնել այս թեման։ Շատերն նշում են, որ Ալբերտը դիտմամբ է այս ամենն արել, նա ցանկանում է ամեն կերպ խայտառակել հայտնություն ունեցող իր կնոջը, ինչպես նաև փորձել զրկել մայրական իրավունքներից։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք այն մասին, որ պարուհի Էլեոնորա Պետրոսյանն ու նրա ամուսինը Ալբերտ Աղաջանյանը ամուսնալուծվել են։ Հետևորդները նկատել էին, որ պարուհու ինստագրամյան հարթակում ասես բացակայում են հրապարակումներն ամուսնու մասնակցությամբ, դե իսկ երեկ էլ վերջինս հարց ու պատասխան է կազմակերպել ինստագրամյան հարթակում, որտեղ հարցերի 90%-ը եղել են ամուսնալուծության վերաբերյալ։ Պարուհին վերջ է տվել բոլոր խոսակցություններին, պատասխանելով, որ այո, ինքն ամուսնալուծված է։ Մնացած բոլոր հարցերին պարուհին պատասխանել է, նշելով իր հավատն առ Աստված, նշելով, որ իր յուրաքանչյուր քայլում Աստված իր հետ է և ինքը հավատում է դրան։ Այն հարցին արդյոք իրեն մեղավոր է համարվում բաժանման հարցում Էլեոնորան նշել է. իհարկե ոչ։ Նշենք նաև, որ պարուհու ամուսնալուծությունը մի քանի ամսվա վաղեմություն ունի։ Պարուհին այս ամիսների ընթացքում փորձում էր ամեն կերպ ներկայացնել, թե իր մոտ ամեն բան լավ է, սակայն հետևորդների աչքից, ինչպես միշտ, ոչինչ չի վրիպում։ Նրանք նկատել էին, որ Էլեոնորան ամուսնալուծվել է, դե իսկ երեկ էլ վերջինս վերջնականապես հայտարարեց քննարկվող լուրը։ Ներկայացնում ենք Էլեոնորա Պետրոսյանի հրապարակումները ինստագրամյան հարթակից։